Սրտանց փարտանք, եղբայրներ, քուրեր ջան, թող Տիրոջ սուրբ անունը փառավորվի։ Ես ձեր եղբայրն եմ, անունս Հայկ է։ Ձեր մոտ ենք եկել ընտանիքով, կինս, երեխեքը 5 երեխեն, մեկն է մնացել տունը, միասին պաշտելու Տիրոջը։ Ուզում եմ մի կարճ վկայել ոնց եմ ապաշխարել, հետո Աստված ինչ դրել է սրտիս, կկիսվենք մեր հոգևոր շինության համար, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն 16 տարեկան էի, 10-րդ դասան դպրոցում, մաման դպրոցում դասվարա եւ ասեց արի իմ մոտ, վերջը գնացի իր դասարան, բոլոր երեխեքը հավաքված էին, մի հատ երեխու դեմքը տեսա, ժողովուրդ ջան, ասես լամպուշկի պես փայլում էր այդ դեմքը, այդ երեխու։ Ասի մամ, այս երեխան ով է, ասեց թող մնա հետո կասեմ, այնտեղ հետևը ծնողներն էին հավաքված, տեսա մի հատ ծնողի դեմքը, այդ երեխու դեմքի պես էլի տենց փայլում էր։ Ասի մամ, ասի, բա այն կինն ով է, ասեց այդ երեխու մաման է։ Ասի մի հատ իրանց կկանչես գան մեր տուն։ Ասեց խի, ասի այդ ոնց է իրանց դեմքը տենց փայլում։ Ասեց լավ, ասեց կկանչեմ, վերջ եկան մեր անուշ քույրիկներ, վերջ եկավ, ասեցինք, վերջ հարց տվեցի, ասեց, բա մենք հավատացյալ ենք, ասեց, մենք էլ ենք հավատացյալ, ասի, ես ասեցի, մենք էլ ենք հավատացյալ, ասեց, չէ, ասեց, ես հիմա որ անուշ քույրիկին հիշացնում եմ, ասում այ Հայկ, ոնց կարող է ես տենց բան ասեմ, վերջը անուշ քույրիկը ֆրած ինձ հայց, եթե դու հավատում ես, արի մեր մոտ մի հատ ստանոկ կա, ասեց, մտնում ես մեջը, հավատքը ցույց է տալի, ոսիդ ինչ ստանոկ է, ոնց կարա ասենք հավատքը ցույց տա, վերջը հելան գնացինք, տենց ոչ ստանոկ կար, ոչ բան, հետո անուշ քույրիկին ասում, աս խնդում, ասում, Հայկ, ոնց կարա ես տենց բան ասեմ, վերջը Տիրոջը տենց, որ գնացինք պաշտամունքի, ես հիշում եմ այսօրվա պես, եկանք տուն 93 թվականն էր, այն լույս չլնելու տարիներն էր, 3-րդ հարկում ենք ապրում, 5 հարկանի շենքի, տենց բոլորը պարկել են քուրիկներս, մաման, պապան, ես է զալս ինձ պարկած ասում եմ Տեր Աստված ջան, բա որ սխալ տեղ գնացած ըլնենք էլի, ու սխալվենք, սաղ կյանքը սխալ ըլնի, բան, նոր երեխա, նոր կյանք ես մտնում եւ Տեր Հիսուսը ամպերի մեջ կանգնած, այսօրվա պես հիշում եմ, անկեղծ եմ ասում, կապույտ, սենց լույս ինքը, եկավ սենց մեր զալի մեջտեղը կայնավ, ժողովուրդ ջան, ու հայերեն հետս խոսած, ասեց զավակս, այն ճանապարհին, որ կանգնած ես հաստատեղի, դա է ճշմարտությունը։ Եվ անցել է արդեն 33 տարի, եւ հիշում եմ, որ տենց գնում էի պաշտամունքների երիտասարդ դասից հետո, ինստիտուտից դասից հետո գնում եւ եկեղեցաշենք ենք սարքում եւ երևի այդ շենքը առաջի շենքն էր Հայաստանում, ժողովուրդ ջան։ 16 տարեկան լոմով այնքան ենք խփում, ես մատերը չէր բացվում։ Հետո սենց աղոթում ասում եմ Հիսուս ջան, ուշ տուր։ Եվ եկավ մի օր, որ այդ տարածքը Աստծո խոսքի դեմ հելավ, բայց միջև այդ եղբայրները, ավակ եղբայրները, Պավել աղբերը, Վրեժ աղբերը, տենց ամեն տարածքից հավաքել էին 2 հոգի, 3 հոգի, ես էլ էի այդ եղբայրների մեջ հայտնվել, չգիտեմ ոնց, եւ ուսուցում էին անում, եւ այսօրվա պես հիշում եմ, որ մեկ առիթ ալնում, Պավել աղբորն ասում եմ, հիշում ես այս թեման, ասենց անում, այ Հայկ, ոնց ես հիշում, ասում եմ Պավել աղբեր, գրվել է սրտիս մեջ, այդ խոսքերը գրվել է, եւ եկավ պահը, որ եկեղեցին այդ տարածքը ապստամբեց, հիմա կայնած էիր ընտրության առաջ, կամ պետքա մնայի այդ տարածքում, հելնեի Աստծո խոսքի դեմ, կամ էլ Աստծո խոսքը պետքա բռնեի, ու 7 հատ քույրիկ են, 7 քույրիկ են, մի 3 եղբայր ենք, մի 11 հոգի ենք, վերջը ես իմ մեջ կար այդ հաստատությունը միանալ եկեղեցու, միանալ այդ 11 հոգուն, եւ այդ 11 հոգին թողեցին այդ շենքը,
գնացին մի հատ եղբոր բաղջի հետևը, ասենց խաղողի թարմեքի տակ, Սերգեյ աղբերը գալիս էր պաշտամունք էր անցկացնում եւ ասում էր եղբայր ջան, կտենաս այդ 11-ը շատ անալու են։ Հիմա այդ 11-ը 600 են, ամբողջ տարածքը օրտնվել է, հետ եկան ժողովուրդը միացան։ Իհարկե այդ երեցնել, ով որ բաժանել էր այդ եկեղեցին, վերջում եկավ ներողություն խնդրեց, մի շաբաթվա մեջ մահացավ այդ եղբայրը, ժողովուրդ ջան։ Աստված գիտի ինչ կերպով եւ Փարթիրոջը, որ Աստված պահել է խոսքի մեջ։ Եվ հավատքի մեջ ամուսնացա, եղբայրները մի հատ Աստվածաշունչ նվիրեցին, մեջը գրած էր, չէ՞, մի հատ գրում են, չէ՞, մի հատ խոսք են գրում, ինձ է գրել էին Հայտնության 3:10-ը։ Ասում է, քանի որ դու իմ համբերության խոսքս պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության ժամանակ, որ պատրաստ է գալու բոլոր աշխարհի վրա երկր երեսը բնակողները փորձելու։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, խոսքը պահի։ Այսօրվա իմ պատգամը հենց խոսքի վերաբերյալ է, որ խոսքը պահես, Աստվածը քեզ կպահի, Փարթիրոջը ժողովուրդ ջան։ Եվ բայց այդտեղ միջև այդ, որ Ֆիլադելֆիա եկեղեցին գրում է, ուզում եմ կարդամ 8-րդ խոսքից, ասում է, գիտեմ քո գործերդ, ահա քո առջևդ բացված դուռը դրի, որ մեկը չի կրնա գոցել, վասնզի դու քիչ մը կարողություն ունիս, եւ իմ խոսքս պահեցիր, ու իմ անունս չուրացար, ահա ես քեզի կուտամ, Սատանայի ժողով են եղողները։ Ինչի էին Սատանայի ժողով, ժողովուրդ ջան, որովհետև Սատանան Աստծո խոսքը ծռեց, եւ ով որ Աստծո խոսքը ծռում է, ով որ Աստծո խոսքը թողում է, Աստծո խոսքն ասում է, որ Սատանայի ժողով է, որոնք կսեն թե իրենք հրյա են, նրանք ասում են, որ այո մենք Աստծո ժողովուրդ ենք, բայց չեն, հապա սուտ կսեն, սուտ են ասում, որովհետև Աստծո խոսքը թողեցին, իրանք հրյա չեն։ Պիտի ստիպեմ զանոնք, որ գան ու երկրպագություն ունեն քո ոտքերուդ առջև եւ գիտնան թե ես քեզ սիրեցի։ Այո, եթե մեկը թողել է Աստծո խոսքը, գնացել է եւ Աստված ասում է ես պիտի ստիպեմ իրանց։ Իրանք պիտի գան քո ոտերի մոտ, ինչ պետք անեն, պիտի երկրպագություն անեն։ Քո կոմը որն է, հավատարիմ բռնես Աստծո խոսքը միջև կյանքի մեր։ Եվ խնդիրը ստեղ ժողովուրդ ջան, Աստծո խոսքը թողելու եւ պահելու մեջ է։ Եվ որպեսզի ավելի པարզ լինի, կարծում եմ Եսայիա մարգարության 44-րդ գլուխ 14 խոսքից Տիրոջ խոսքն ասում է. անիկա իրեն եղևնիներ կկտրե եւ թեղոշ ու կառնի կառնե։ Այո, Աստծո խոսքն ասում է, որ Լիբանանի եղևնին ինչ եղավ, կտրվեցավ, մարմնավորը կտրվեցավ։ Ստեղ էլ ինչքան լավ սկսում է, եղևնին կկտրե եւ ինչ անում, եւ թեղոշ ու կաղնի կառնե, զանոնք անտառի ծառերեն կընտրե, սոճի կտնկե եւ անձրևը զանիկա կմեծցնե։ Հոգևոր կյանքը բարձրանում է, հոգու կյանքը լցվում է, մարդը մեծանում է հոգևորապես։ Անոնք մարդուն վառելիք կլան։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ կրակա Սուրբ Հոգին մեզ ջերմացնում է եւ ստեղ շարունակում է, որ པարզ լինի, անոնց մեկ առնե, անոնք մարդուն վառելիք կլան, անոնց մեկ առնե, որպեսզի կրակ վառե ու տաքնա, անոնց մեկ մասը կայրե ու հաց կեփե, նաեւ Աստված մը կշինե եւ անոր երկրպագություն կնե, անկե կուր կշինե ու կպաշտե, անոր կեսը կրակի մեջ կվառե, կեսի վրա հաց ու խորոված կեփե ու կկշտանա ու կտաքնա ու կսե, ահա տաքցա կրակը տեսա, անոր մնացածովը։ Ես խնդրում եմ ու շատ երեխեք, այս սկզբի մասը շատ լավ է, կրակը վառեց, հաց եղավ, հոգևոր կերակրվավ մարդը, լցվավ, կրակել եղավ Սուրբ Հոգու դաշտը, ստեղ շատ հիանալի է պաշտամունքը։ Ժողովուրդը ստեղ խնդիր չկա, Փարթիրոջը ամեն ինչ լավ է։ Խնդիրը ստեղից հետո է, ժողովուրդ ջան։ Խնդիրը պաշտամունքից հետո կյանքի առօրյա կյանքի մեջ, որ ասում է անոնց մնացածովը Աստված, այսինքն կուր կշինե իրեն, զանիկա կպաշտե ու անոր երկրպագություն կնե, այստեղ է խնդիրը, պաշտամունքի տեղը խնդիր չկա, Փարթիրոջը, Տիրոջ ներկայությունը կա և օրհնություն կա, Փարթիրոջը, բայց խնդիրը հետո է,
Եվ շարունակում է անոր աղոտ կնե ու կսե զիս ազատե քանզի իմ Աստվածս դուն ես։ Ժողովուրդ ջան, եղբայրը որ ասեց, որ Քրիստոսի հետ խաչը հելացենք, եւ բայց միջև խաչի հելնելը մարդը Տեր Հիսուսը մեր ճանապարհն է, մեր հավատքի առաջնորդն է, մեր կյանքն է։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով, գնում ենք այդ անարգանքի ճանապարհով։ Գնում ենք, որ Տեր Հիսուսին թքեցին, Տեր Հիսուսին մերկացրեցին, խփեցին, ցավ պատճառեցին, փշեպսակը դրեցին։ Եթե անոր չարչարանքներին հաղորդ լինենք, անոր փառքինալ կցորդ կլինենք, բայց մենք չենք ուզում, չէ, անկեղծ որ վայ հանկարծ մեկը մեզ չնեղացնի, վայ մեկը մի թթու խոսասի, չարամարի, չանտեսի։ Մեր արածը հանկարծ ուրիշին չվերագրի, իմ միջոցով էդ ինչ օրհնություն եղավ, ոյ հանկարծ ինչ չվերագրեն։ Բայց Տիրոջ ձեռագիրը տենց չի, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը, որ աշակերտները գնացել էին ձուկ բռնելու 7 հոգով, ասեց, խոսք ասեց, ուրկանը գցեք, գցեցին, եւ շատությունից, եւ Տեր Հիսուսը տեղ մի բան ասեց, իմ ուշադրությունը շատ ագրավ, ասում է, ձեր բռնած ձուկերից բերեք, չէ, եւ իրանց միտքը այ տեղա մեր կերակուրը, այսը հանենք, բայց կերակուրը արդեն պատրաստ էր, հացը կար, կերակուրը կար, փառք Տիրոջը, Աստված հոգացել էր, այդ կերակուրը դրել էր, ձեր բռնած ձուկերից, Տեր Հիսուսը չասեց, այն ձկերին, որ ես հրամայեցի, մտան այդ ձեր ուրկանի մեջ այդ ձկներ, ասեց ձեր բռնած ձկներից, վերագրի, փառք Տիրոջը, քո միջոցով ա եղել, այն մեկին են վերագրել, ինչ ա եղել, փառք Տիրոջը, ով ա տեսել, Տերն ա տեսել, ժողովուրդ ջան, Տիրոջ աչքերից ոչ մի բան չի վրիպում, գիտեք եմ նեղվում ես, որտև չեմ հավատում, որ Տերն ա տեսնում, չեմ հավատում, ես հավատամ, որ Տերը տեսնում ես, չեմ նեղվի, ես ուզում եմ մարդը տեսնի, եւ ասում է դուք ինձ չեք հավատում, դուք իրարից եք փառք փնտրում եւ այն փառքը որ Աստծո հետ չեք փնտրում, Աստված տեսնի ծածուկումը եւ քո հայրը որ ծածուկում է, ինչ պիտի անի քեզի հայտնապես հատուցում կանի։ Ուրեմն ես մի քանի տարի առաջ էր տենց անկեղծ մի հատ աղոթք արի, չէ, լինում է, չէ, մեր կյանքում որ աղոթքներ կան, որ ուրիշ աղոթքներ են, ասես տարբերվող աղոթքներ են, չէ, տենց աղոթքներ կա։ Եվ տենց մի օր աղոթք արեցի, ասեցի, Տեր Հիսուս ջան, շատ կներես, էլի երևի դու մտածում ես, որ ես կարամ քո պատվիրանները կատարեմ, բայց կներես, ես չեմ կարում քո պատվիրանները կատարեմ, ինձ կներես։ Եվ Տերը խոսաց իմ հետ, ժողովուրդ ջան, ասեց, զավակս ասեց, բայց քեզ ով ասե, որ իմ պատվիրանները կատարես։ Ասեցի, Տեր ջան, դու ես ասել, ասես դե բաց կարդա, բացում եմ Հովանու թղթի մեջ գրած է, ասում է, անիկա է ինձ սիրողը, որ իմ պատվիրանքներս կպահե, ասի հես աստեղ է գրած, ասեց, բայց դե ուր է գրած կատարե, ու ես ինձ հարց եմ տալի, ասում ոնց, պահելը, կատարելը չի, ու միտք եմ առնում, ժողովուրդ ջան, պահելը, կատարելը չի, ասում է դու իմ խոսքս պահեցիր, իմ խոսքս էլ իմ կամքս պիտի կատարի, մեր կողմը Աստծո խոսքը պահելն է, Աստծո խոսքի կողմը, Աստծո կամքը կատարելն է, որովհետև հայտնի խոսք չկար, մարգարեություն չկար, լուր էր երկինքը, ոչ մի նշան չկար երկնքից, ոչ մի մարգարե չկար, Եսային, Երեմիան, Եզեկիան անցել էին, եւ լռություն էր, եւ հանկարծ երկնքից ինչ ձայն է գալի, ասիկայա իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, ինչ արեք, անոր մտիկ արեք,
իրան արդեն հավանել է, եւ ինքը ով է, ժողովուրդ ջան, Հիսուսն ով է, Հիսուսը խոսքն է, Հիսուսը Աստծո բերանից ելած խոսքն է, սկզբեն էր բանը, բանն Աստծո քով էր, բանն Աստված էր, խոսքն է, հիմա ես խոսքը մտածում եմ, այդ խոսքը պահեմ թե չպահեմ, դե եթե չես ուզում Հիսուսին պահես, շատ կներես էլի, Հիսուսն էլ ասում է, իմ խոսքս չպահեցիր, ես էլ քեզ չեմ պահելու, չի լինելու ժողովուրդ ջան, եւ Աստծո խոսքն ասում է, եւ հանդիմանում է, եւ շարունակում է, եւ ասում է, անոնք քո ետևետ պիտի քայլեն եւ շղթաներով պիտի պտտին։ Կներեք 18 խոսքից, չեն գիտեր ու չեն հասկնար, մարդը միտ չի առնում, քանզի անոնց աչքերը տեսնել է եւ անոնց սրտերը հասկնալ է ինչ արե, դաթրեցան, որևէ մեկը միտք չի բերեր եւ գիտություն ու հանճար չունի, որս է ասոր կեսը կրակի մեջ վառեցի, անոր կայծերու վրա հաց ալեփեցի, միս խորովեցի ու կերա եւ մնացածն ալ պիղծ բան շինեմ։ Ասում եմ մի չի առնում ես ինչ արե։ Ծառի կոճղ պաշտեմ, անիկա մոխիրով կսնանի, անոր խապված սիրտը զինք կմոլորեցնի, այստեղ մարդը մոլորվում է ժողովուրդ ջան, խապված սիրտը եւ իր հոգին չի կրնար փրկել, չի հարցներ իմաշ ձեռքիս մեջ ստություն չկա, չի հարցնում, այս ինչ վիճակի է հայտնվել, եւ մենք կարծես թե շատ հաճախ ինչ ենք լինում, հայտնվում ենք նմանատիպ շատ վիճակների մեջ, վատ վիճակների մեջ, նայում ես այս ինչ պատերազմ, այս ինչ նեղություն ա եկե, այս ինչ ցանկություն արտնացե, այս ինչ մոլորություն ա եղել, ինչի դուք ասում ա ինձ թողեցիք, ես էլ նայեք կարդում եմ Երեմիայի մեջ, ինչի է այդ բանը տենց լինում, ժողովուրդ ջան, 5-րդ գլխի մեջ է գրած Երեմիա մարգարեության, Աստծո խոսքն ասում է հետևյալը, գլխի մեջ 19 խոսքն եմ կարդում, եւ եթե ասեք, ինչ պատճառով մեր Տեր Աստված այս բաները հրավ մեզի, ինչի սենց եղավ, ինչի ես լավ եղբայր էի, լավ քույրիկ էի, ես խի սենց խնդիր եղավ, եւ ասում է, հարցին պատասխանի, ինչ պատճառով այս բոլոր բաները հրավ մեզի, դու անոնց ասե, ինչպես դուք զիս թողեցիք, այստեղ է խնդիրը ժողովուրդ ջան, ես թողում եմ Աստծո խոսքը, ստեղ չէ, ստեղից հետո, տունը, իմ կյանքում, առօրյա, եւ ես արթնանամ, դարձյալ քեզի հետ եմ, ասում է, Աստծո մարդը ժողովուրդ ջան, գիշեր ցերեկ, ասում է քո խոսքերս թաքցրեցի իմ սրտի մեջ, ինչի, որ չմեղանչեմ քո դեմ, քո խոսքերը թաքցրեցի, պահեցի քո խոսքերը, բռնեցի քո խոսքերը, Աստծո խոսքն ինչ ասում, ասում է Աստծո խոսքը ինչ է, երկսայրե սուրե կտրուկ է, չէ, Աստծո խոսքը, սուրից կտրուկ է, ով ժողովուրդ ջան, խոսքը, եթե ես այդ խոսքը պահում եմ այդ խոսքը, իմ ձեռքի մեջ սուր է, եւ ինչ կարանի, պիտկա փշտի, եւ ամեն խոսքի գործը գնում է Աստծո խոսքն ասում է, բայց եթե խոսքը իմ ձեռը չի, ես չեմ պահել, ես չեմ կարող հաղթել, ես կպարտվեմ, ես ջուրին որսեմ, հակառակորդին ինձ կջնջի, ինչ անում, գալիս է թալանում է, կողոպտում է, մարդը կողոպտվում է հոգեվորապես, խոսքը բռնում է, նորից զորանում է, խոսքը թողում է, նորից տկարանում է, խոսքը պահի, միջև կյանքի վերջ, հավատարիմ եղար, հավատարիմ, պահեցիր իմ խոսքս, ես էլ քեզ պիտի պահեմ, փառք Տիրոջը ժողովուրդ ջան, երբ միշտ, անգամ ինչ կարա լինի, ես օրինակ եմ, չգիտեմ ինչի իմ սրտի մեջ դրվեց, եկավ պահը, մի հատ եղբայր խնդիր ուներ, եւ ես տեսնում էի, որ խնդրի լուծումը ճիշտ ճանապարհով չի ժողովուրդ ջան, նեղություն պետքա լինի, եւ Տերն ասեց, գիտես բարին, հա,
Հա, ասես թե չէ, այսօր մարդիկ ինչ են ասում, այ մարդ ես գործ չունեմ, այ մարդ ես ինչ պիտի ասեմ, չէ պիտի ասես, Աստծո խոսքն ասում է պիտի ասես, հիմա պահում ես այս խոսքը, թե թողում ես, եթե ասեմ ինձ վնաս է լինելու, ինձ խմբի պատասխանատու եմ, խնդիր է լինելու, պիտի թողես պատասխանատվությունդ, հա, ասում են դու իմ խոսքս պահեցիր, կանգնար խոսքի կողքը, կանգնա այդ եղբոր կողքը, հիմա վերջ հարցը տարիներ առաջ, բայց ինչ եղավ, Աստված կանգնավ իմ կողքը, մի վախի ժողովուրդ ջան, մի վախի կանգնես Աստծո խոսքի կողքը, թեև քեզի էդի վնաս լինի, թեև չգիտեմ, քեզի ինչ անեն, ինչ պիտի անեն, ոչ մի բան, Աստված ասում է, ես քեզ պիտի բարձրացնեմ, նոր անուն պիտի տամ։ Ես Հոբն ասում է, եղբայրը Հոբից բերեց օրինակ, ես ասում եմ պիտի սպասեմ Տիրոջը, միջև իմ հանդերձներս փոխի, հանդերձները դա փոխում, արդարության հանդերձները տալի, 14-ի 14-ում գրած, փոխում է քո հանդերձները, չես ուզում, պիտի գնաս այս նեղության ճանապարհով, պիտի տանի քեզ խոսքը, ժողովուրդ ջան, եւ Հովանու ավետարանի մեջ քահանական աղոթքը, որ Տեր Հիսուսն անում է, գրվածը 17:8, վասնզյան խոսքերը, որոնք ինձի տվիր, ես անոնց տվի, անոնք հալ ընդունեցին, եւ ընդունելուց հետո ճշմարտությամբ իմացան, այո, եթե ուզում ես ճշմարտությունը, պիտի խոսքը ընդունես, թե ես քեզ մելա ու հավատացին, թե դուն ղրկեցիր ինձ, փառք Տիրոջը, նույն 18-ի 37-ն ամեն մարդ, որ ճշմարտությունը է, իմ ձայնից ականջ կդնե, փառք Տիրոջը, ականջա դնում, լսում է, եւ Աստծո խոսքն ասում է, այսօր Հովնանը, որ կեց զուքի փորի մեջ, 2-րդի 8-նա թե 10-ը, ինչ է ասում է ունայնության նայողները, իրենց ողորմությունը ինչ արեցին, թողեցին, ունայնության է նայել, խոսք է ասում, խոսքն ասում է մի նայի Տիրոջը, չէ, հավատքի առաջնորդիդ նայի, մի նայի ունայնության, 10 օր առաջ երաս տեսա պետքա պատմեմ, Տերն ա ցույց տվե պիտի պատմեմ, հավատակ չհավատակ, ժողովուրդ ջան, քննեք, եղբոր հետ երազիս մեջ Երևանի փողոցներով քայլում ենք, մարդ չկա, դատարկություն, Երեմիա մարգարեն ասում է, երիտասարդը փողոցից պիտի կտրեմ, մանուկը հրապարակից պիտի կտրվեն, չկան, եւ տեսնում եմ մի հատ երեխա կինո Ռասիայի մոտ ենք հասել, մի հատ երեխա լաց ալնում, այս եղբորն ասում եմ, եղբայր ջան, այս երեխու ծնողները ուր են, կորել այս երեխան, գտնենք տանք իրան, միտք եկավ, մտեք այս շենքը, մտանք ինչ տեսանք կինո դահլիճում, հոգիները կապված, ժողովուրդ ջան, պարանով կապված, մեշոկի մեջ, չգիտեմ ինչ, բաների սարսափելի վիճակի մեջ են, ասում եմ լսի, ասում եմ, հելի երեխեդ փողոցում կորել է, հելի կթի քո երեխեն քեզ է սպասում, Սատանան դից խոսում, ասում է, իրանք չեն կարա հելնեն, իրանք կապված են, եւ երազիս մեջ բարձր, ասում Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, եթե իսկ գնացես, վեր եմ թռնում, երեխեքը գոռում են, պապի ինչ ա եղել, ասում եմ, բալես ոչինչ, ասում եմ, երեխեք ջան, սարսափելի երազ եմ տեսել, կաթակ մի արեք ժողովուրդ ջան, ունայնությունից կտրեք ձեր աչքերը, կտրեք Տերը էդի էլ է տեսնում, ունայնության նայողները իրանց ողորմությունը թողում են, դրա համար օրհնություն չկա, նեղություն ա գալ ինչի, հանդիպել այս խնդրին, հանդիպել ա դժվարությանը, չի կարող այդտեղից դուրս գա, ունայնությունը եւ այսօր աշխարհը տանում է այդ ունայնությանը, ժողովուրդ ջան, թող կտրի, սա է պատերազմը, եղբայրներն ասեցին, սա է որ Աստծո խոսքը եղբայրն ասեց, երկնքից գալիս է պարապ եւ անպտուղ հետ չի դառնում, հիմա եթե ես միտք առ անկեղծ, ես միտք առ, ասում Տեր Աստված, քո խոսքս պահեմ, քո խոսքդ պահեմ, եւ ասում է ես քեզ
կհանեմ, եւ ինձի ժողովուրդ ջան, ես միտնի ասեմ աղոտ կանենք, շատ էր ինձի անհանգստացնում մի հարց, որ ասում էի, լավ, Աստված ամենակարող է, չէ՞, դες մի խնդիր կա, չկա, ասում էի Աստված ջան, բա հետ ժամանակը հետ տալ կլինի, թե չէ։ Ասում եմ, եթե Աստված ամենակարող է, չէ՞, այսօր աշխարհին ինչ ասում, ասում եմ, ժամանակը հետ չի լինի տալ, ժամանակը հետ չի լինի, պիտի հաշտվես այդ վիճակին, աշխարհը տենց ասում, բայց հարց եմ տալի ժողովուրդ ջան, հոգևոր կյանքում ժամանակը ըլնում է հետ տալ, թե չէ։ Հա? Չէ թե հա։ Հա։ Որտեվ Աստված ամենակարող է, փառք Տիրոջը։ Ժամանակը ըլնում է հետ տալ։ Խոսք կա դրա մասին գրած, կա։ Ինչ է ասում։ Ասում է հիշիր որտեղից ընկար։ Ընկել ես, լավ, մի 5 տարի առաջ ընկել ես։ Լավ 10 տարի առաջ շունը կծել է, կայնել ես այդ շան կողքը, ես խի կծեց, շունը կծեց, այ մարդ կծել է, հետ դարը տեղ Աստծո խոսքն ասում է, դու սարի տեղից, հետ դար, էդի որ Տերը բացեց, ասում եմ, այ մարդ, Տեր Աստված ջան, փառք ես, փաստորեն ժամանակն էլ ալնում հետ տալ, հիշի որտեղից ընկար, դարձի ապաշխարի, դարձի զղջա, հելը տեղից, եւ ինչ արա, նայի քո հավատքի առաջնորդին ու կատարողին, բայց միջև այդ մի հատ համարել է գրած 1:12 Եբրայեցիս, ասում է ձեր վրա ձյուրավ պաշարող մեղքը, ամեն ծանրություն ինչ արեք, մեկդի ձգեք, ժողովուրդ ջան, մեկդի ձգեք այսօր այդ օրն է, ձգի այդ ծանրությունը, որ կարանաս նայես քո հավատքի առաջնորդին ու կատարողին, թե չէ ծանրությունը, այդ ծանրությունը վեկալած մարդը ոնց կարա, չի կարա, չէ գնա, քցի այդ ծանրությունը այսօր, այս աղոթքին, այս պահին եւ առաջ գնա, Աստծո խոսքին նայի եւ առաջ գնա հոգեոր կյանքի մեջ, առաջ գնա, մի մնա այդ տեղում, մի մնա ժողովուրդ ջան, թող Տիրոջ անունը փառոյ, եկեք կանգնենք աղոթքի սրտանց, աղոթք անենք, փառք տանք Տիրոջը,